Ժամը 13-ների Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ 4 օր է ինչ Հայաստանի տարբեր մարզերի անտառներում, հանդերում հրդեհներ են։ Նոյեմբերի 21-ին հրդեհի առաջին բռնկումը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ Թթուջուր հատվածում էր միանգամից 3 օջախով։ Հրդեհի առանձին օջախներ էլ Տավուշի մարզի Իջևան եւ Բերդ համայնքների անտառներում են։ Տեղի բնակիչները դուռ լուսամուտ փակ են պահում, որ ծխից չխեղդվեն։ Մասնագետներն ասում են, Երևանը հիմա մշուշի մեջ է, հրդեհներն ամբողջ հանրապետության օդի որակի վրա են ազդում։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, իսկ քամին նպաստում է կրակի տարածմանը։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարարներ, գործի է դրվել 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Քննչական կոմիտեից հրդեհի պատճառների մասին պաշտոնապես դեռ չեն հաղորդում, ասում են, բացահայտման հետքերով կգնան, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, իսկ այն դեռ չկա։ Նոյեմբերի 26-ին ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Մյուս հատվածներում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում եւ Դիլիջանի Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ Մամուլում շրջանառվող տեղեկությունն առայն, որ հրդեհը տարածվել է Լեռնային Հայաստան առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել։ Արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ եւ առողջարան կանխվել է։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարար, 215 էկոպարեկ եւ բնակիչներ։ Ազգային ժողովում մեկնարկել են Հայաստան խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները նվիրված Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Լսումներն անցնում են առանց գործադիրի ներկայացուցիչների մասնակցության։ Գլխավոր դատախազը հրաժարվել է մասնակցել պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը։ Ի նշան բողոքի կառավարության անդամների համար նախատեսված սեղաններին տեղադրվել են քաղբանտարկյալ համարվող անձանց լուսանկարները։ Մասնավորապես վարչապետի սեղանին դրված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի լուսանկարը։ Լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ։ Ընտրովի արդարադատությունը, որը դրսևորում է, ինչպես մենք տեսնում ենք, անարդար դատավճիռներով, աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Եթե պատասխանող պետությանը չի հաջողվում ապացուցել, որ տվյալ անձի ազատազրկումը լիովին համապատասխանել է միեք պահանջներին, այնպես ինչպես դրանք մեկնաբանվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, մասնավորապես արդարության, համաչափության եւ խտրականության բացակայության պահանջների առումով, եւ որ ազատազրկումը արդարադատության, արդար գործընթացի արդյունք է, ապա տվյալ անձը պետք է համարվի քաղաքական բանտարկյալ։ Երբ զեկույցը չունի զեկույցի իրավական կարգավիճակ, այս միտքն է իր հայտարարության մեջ շեշտել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նկատի ունենալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ազգային ժողովի արխիվը ուղարկված զեկույցը։ Տոնոյանը պատմել է, որ դիմել է ազգային ժողովի նախագահին իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին եւ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումը հիմնավորելու խնդրանքով։ Տոնոյանը վկայակոչել է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարի պատասխանում նշվել է, որ իր խնդրանքի դեպքում այդ օրենքի կետերը կիրառելի չեն։ Նախկին նախարարը իր փաստաբանական խմբից ստացել է հիմնավորում իր պահանջին եւ կրկին դիմել է ազգային ժողովի նախագահին։ Լուր մտնում ու լուր դուրս են գալիս հոգևորականները եպիսկոպոսած ժողովից։ Նախորդին Մայրաթորում բարձրաստիճան հոգևորականներն էին հավաքվել քննարկելու ենթադրաբար վեհափառի եւ Մայրաթորի շուրջ բորբոքվող քաղաքական ու հանրային խոսույթները։ Մայրաթորը հայտարարություն չի տարածել, իսկ մեր զանգերն անպատասխան են մնում։ Հնարավոր է քննարկման թեման իշխանություններին միացող հոգևորականների, հատկապես բարձրաստիճան հոգևորականների հարցներ։ Կիրակի վարչապետին ընդունել, ձեռքը սեղմել ու այդ ներհամբուրել Մասյացոտն թեմի առաջնորդ գերաշնորհ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, նա մինչ այդ ակտիվ քննադատում էր իշխանություններին ու այնինչ ինքն արել էր Կիրակի ավելի վաղ ուխտադրժություն էր համարում։
Քննարկման ենթադրյալ թեմաներից մեկն էլ Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանի հարցն է։ Համացանցում դիմումների նկարներ են տարածվում, թե մի շարք հոգևորականներ դիմել են վեհապարին, խնդրելով ուսումնասիրության առարկա դարձնել դիվանապետի անվան շուրջ պտտվող լուրերը։ Այս մասին էլ պաշտոնական տեղեկություն դեռևս հրապարակված չէ։ Միասնության թևեր շարժման ղեկավար Արման Թաթոյանն է մամուլի ասուլիսում ներկայացրել 2026 թվականի համապետական ընտրությունների հաղթանակի դեպքում իրենց գործունեության հիմնական ուղղությունները իր խոսքով մտադիր են առաջնորդվել 3 սկզբունքով՝ հզոր պետություն, ուժեղ անվտանգություն եւ արդար երկիր։ Թաթոյանը նշել է, որ ընդդիմանում է ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանություններին։ Նախկին ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ իր պատկերացումները Հայաստանի այլ երկրների հետ համագործակցության վերաբերյալ։ Այո, Հայաստանը պետք է լինի խելացի պետություն, ամենաբարձր նվաճումների վրա հիմնված, պաշտպանության բնագավառի ինովացիոն ծախսերը։ Մենք պետք է ինովացիոն տեխնոլոգիաները, մենք պետք է այդ բնագավառում նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցենք։ Բուհական համակարգի, կրթական համակարգի հարցերը։ Մյուս հարցերը նույնպես։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Բաց նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Մենք չենք կարող մեկ շուկայից կախվածնել։ Արտգործնախարար Շարարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը 3 օրով կմեկնի Բրյուսել մասնակցելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը։ Պատվիրակության կազմում են տարբեր գերատեսչությունների մի խումբ փոխնախարարներ։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ից 3-ը։ Վարչապետի որոշման մեջ նշված է, որ արտաքին գործերի նախարարը պատվիրակության գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում պետք է ներկայացնի հանդիպման արդյունքների մասին հաշվետվություն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Մեջբերեմ, դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ մենք կհասնենք դրան, հավելել է նա։ Ավելի վաղ Axios-ը հղումանելով նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին հաղորդել էր, որ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ հնարավոր է գոհաբանության օրվա ընթացքում նոյեմբերի 27-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա գրավել Պոկրովսկը մինչև 2025 թվականի վերջը։ Նրա տվյալով քաղաքում եւ մերձակայքում ռուսները կենտրոնացրել են 100,000 զինծառայող։ Միջազգային լրահոսին հետևում էին գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Զապորոժիայի եւ Ուկրաինայի մյուս շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին, պատճառելով ավերածություններ եւ վիրավորելով 12 մարդու։ Մոսկվան հայտնել է ռազմաճակատում նոր տարածքային ձեռքբերումների եւ ռազմավարական առավելության մասին։ Լարվածության ֆոնին Դոնալդ Թրամփը հրաժարվել է խաղաղության գործարքի կնքման կոշտ վերջնաժամկետից, սակայն Մոսկվա է ուղարկել իր բանագնացներին, նշելով, որ համաձայնությունը բխում է Կիևի շահերից։ Ի պատասխան նախագահ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկելու ամերիկյան առաջարկը, սակայն պահանջել է եվրոպացի դաշնակիցների պարտադիր ներգրավվածությունը բանակցություններում, խուսափելու համար միակողմանի զիջումներից։ Վենեսուելական պաշտոնյաներին առնչվող խմբավորմանը Միացյալ Նահանգներում ահաբեկչական ճանաչելու եւ Պուերտո Ռիկոյում ամերիկյան ռազմական ուժերի կուտակման ֆոնին անվտանգության վատթարացման մասին զգուշացումները ստիպել են միջազգային ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները Կարիբյան ավազանի որոշ ուղղություններով։ Չնայած ռազմական էսկալացիայի վտանգին եւ Վենեսուելայում դիմադրության պատրաստվելուն Դոնալդ Թրամփը հայտնել է Նիկոլաս Մադուրոյի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամության մասին, նշելով, որ կողմերն արդեն կապի մեջ են, նրա խոսքով իրավիճակը հնարավորինս հեշտ ճանապարհով հանգուցալուծելու համար։ Հարավ-արևելյան Ասիայում մոլեգնող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ավերիչ ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով Թայլանդում եւ Ինդոնեզիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի, տարհանվել է մոտ 45,000 մարդ։ Թայլանդի հարավային շրջաններում, մասնավորապես Հաթիայի քաղաքում, աղետը ջրածածկ է արել հիվանդանոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Զուգահեռաբար Ինդոնեզիայի հյուսիսային Սումատրայում շարունակվող տեղումները եւս խլել են մարդկային կյանքեր եւ հազարավորներին ստիպել լքել իրենց տները։
Նիգերիայի հյուսիսում ավելի քան 300 աշակերտների առևանգումն ու վերջին շրջանում ահագնացող բռնություններն ի ցույց են դրել երկրի անվտանգային համակարգի ձախողումը, առաջացնելով միջազգային կոշտ արձագանք։ Չնայած ընտանիքների ահազանգներին անվտանգության ուժերի անգործությունը վերհանեց համակարգային լուրջ խնդիրներ, ցածր աշխատավարձը, կոռուպցիոն ռիսկերը եւ ոստիկանական ռեսուրսների զգալի մասի ուղղորդումը բացառապես բարձրաստիճան անձանց պաշտպանությանը։ Ի պատասխան ճգնաժամի նախագահ Տինուբուն կարգադրել է ոստիկանական ուժերը վերադարձնել հանրային անվտանգության ապահովմանը եւ նոր կադրեր հավաքագրել, թեև դպրոցների զանգվածային փակումը վկայում է իրավիճակն արագ շտկելու հնարավորության նկատմամբ թերահավատության մասին։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մասնակցել է գոհաբանության օրվա ավանդական արարողությանը, ներում շնորհելով Gobble եւ Waddle անունով հնդկահավերին։ Նախագահը նաև հայտնել է նախորդ տարվա թռչունների Փիչի եւ Բլոսոմի համաներման մասին, այդպիսով կանխելով նրանց սպանդը եւ նշելով, որ սա նրանց հաջողության օրն է։ Հետևելով դեռևս 1947 թվականից սկիզբ առած եւ 1989-ին պաշտոնական դարձած այս սովորույթին, ներում ստացած հնդկահավերն այժմ կուղարկվեն ֆերմա վայելելու իրենց հանգիստը։ David Genjoyan, Reopen Media. Վերադառնանք Հայաստան, քրեական ոստիկանությունը բացահայտել ու կասեցրել է հանցավոր զանգերի կենտրոնի գործունեություն, խումբը զբաղվել է այլ երկրներում գումարային շորթումներով, եղել մեծ ցանցի մի մասը։ Իրավապահները նշում են, որ այլ երկրներում էլ գործում են էլի նմանատիպ խմբեր, որոնք կիբերխաբեություններով են զբաղված Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Մի խոսքով, ինչպես է աշխատում այս համակարգը եւ թե ինչպես է պետք պաշտպանվել համակարգչային խորամանկներից, փորձել է պարզել իմ գործընկեր Մերի Դանիելյանը։ Ասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ ենթադրյալ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Ներքին գործերի նախարարությունից են հայտնում։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները զանգերի կենտրոնում խուզարկությունը նոյեմբերի 20-ին են իրականացրել։ Մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ Արաբկիր վարչական շրջանում վարձակալել էին կոմերցիոն նշանակության տարածք եւ այդ տարածքում տեղակայել էին զանգերի կենտրոնների համար նախատեսված համակարգչային տեխնիկան։ Հետագայում ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ այդ զանգերի կենտրոնը ուներ հանցավոր ուղղվածություն եւ նախատեսված էր առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություններ կատարելու համար։ Գերատեսչությունից վստահեցնում են, թե Հայաստանում գործող նմանատիպ առերևույթ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն մեխանիզմը կիրառող այլ կառույցների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին։ Հնարավոր եղավ պարզել նշված հանցավոր զանգերի կենտրոնի մեջ ներգրաված յուրաքանչյուր հանձի դերակատարությունը, այնկեղծ արտակների տվյալները, որի միջոցով վերջիններս թիրախավորում էին նոտարգրակ քաղաքացիներին, ինչպես նաև այն կրիպտոդրամ բանակների հասցեները, որոնք օգտագործվել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կանխիկացնելու համար։ Մեդիափորձագետներն ասում են, այսօր զեղծարարները շատ տարբեր ձևերով են մարդկանց հետ կապի մեջ մտնում։ Դրանք հիմնականում սոցիալական ցանցերն են։ Հիմա արդեն գնալով շատանում են հեռախոսազանգերով զեղծարարությունները։ Բջջային օպերատորները, ինտերնետ օպերատորները, այսինքն այն ծառայությունները, որոնց մեջ մարդիկ այսպես թաղված են իրենց առօրյայով եւ այդտեղ փորձում են մտնել։ Իսկ ինչպես հասկանալ, որ գործ ունենք զեղծարարների հետ։ Պետք է իմանալ մի քանի պարզ կանոն։ Եթե ձեզնից ուզում են անձնական տվյալներ, գաղտնաբար, քարտային կամ բանկային հաշվեհամար, կամ խնդրում են հեռախոսի համակարգչի մեջ ինչ-որ գործողություններ անել, ուրեմն զեղծարարների թիրախում եք հայտնվել։ Եթե նման զանգ կա կամ նամակ կա, այստեղ շատ պարզ է, եթե մարդ մենը փոքրիկ կասկած ազգում, կամ ինչպես ասացի, իրենից ավել պակաս բան են ուզում, կամ ինքը լավ չի հասկանում ինչ է իրենից ուզում, ամենալավը դադարել զանգը, առաջնային կապնել այն ընկերության հետ, որի անունից ձեր հետ խոսել էին, իսկ հետո եթե լուրջ գործա իրավապահ մարմիններին։ Մեդիափորձագետի խոսքով զեղծարարների տեսադաշտում միայն տարեցներն ու ժամանակակից տեխնոլոգիաներից ոչ այդքան լավ հասկացողները չեն։ Նրանք փորձում են թիրախավորել բոլորին, պարբերաբար թարմացնելով խարդախ, խորամանկ, բազմաքայլ սցենարներ։ Մերի Դանիելյան, Reopen Media։ Մայրաքաղաքի փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված է, միշտ խցանումներ են եւ այլևս կապ չունի, թե օրվա որ ժամն է եւ շաբաթվա որ օրը։ Վիճակն արդեն այնքան լուրջ է, որ խցանումների դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծվել։ Ինչպես է այն փորձելու լուծել խնդիրները եւ ինչ են այդ մասին մտածում վարորդները, կպատմի իմ գործընկեր Աննա Հարությունյանը։
Անվերջ խցանումներ, երթևեկության քաոս, նյարդային սպասումներ, անհամբեր վարորդների ազդանշաններ։ Սա Երևանի ամենօրյա պատկերն է։ Այն բանից հետո, երբ անձամբ վարչապետը մայրաքաղաքի երթևեկությունը որակեց սարսափելի քաոս, ստեղծվել է ճգնաժամային կառավարման հանձնաժողով համակարգային լուծումներ գտնելու համար։ Երևանի քաղաքապետի գլխավորած հանձնաժողովն անցկացրել է առաջին նիստը, որի ընթացքում ուրվագծվել են գործողությունների հիմնական ուղղությունները։ Նպատակը՝ գտնել արագ եւ արդյունավետ լուծումներ։ Նոր հեծանիվ չենք հորինելու, շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների հենց բուն բարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների, տեխնոլոգիական նոր լուծումների եւ այն ինչը որ կարող ենք քննարկել եւ իրականացնել կարճաժամկետում։ Քաղաքապետը նաև հիշեցրեց քաղաքային շարժունակության առաջնահերթությունների հիերարխիայի մասին։ Հիմնարար սկզբունք, որը պետք է ուղղորդի հանձնաժողովին իր հետագա որոշումներում։ Անվտանգությունը որպես առաջնահերթություն ֆիքսենք, որովհետև այնուամենայնիվ վերհիշենք, որ բուրգի վերևում հետիոտն է, հետո գալիս են հեծանվային եւ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, գալիս է հասարակական տրանսպորտը եւ ամենավերջում իր կարեւորության աստիճանով գալիս են ավտոմեքենաները։ Պայմանավորվեցինք 18 խաչմերուկների լուսացույցերի մրցույթի փաթեթ ունենալ։ Ավտոբուսային գծերը դուք արդեն կներկայացնեք բոլորին եւ իհարկե ամենակարևոր հարցը, որը որ ֆիքսեցինք նաեւ պոտենցիալ սահմանափակումների օրակարգը, որը հաջորդ անգամ հենց դա պոտենցիալ քննարկենք։ Քաղաքացիական հասարակության փորձագետները զգուշացնում են, որ լուծումը պահանջում է համալիր մոտեցում։ Վարորդի ինկեր հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը համոզված է, որ խնդրի լուծման առաջին քայլերից մեկը պետք է լինի քաղաքի երթևեկության սխեմայի արմատական վերանայումը։ Մենք վերջերս քաղաքապետարանի կողմից մի շարք փողոցները միակողմանի են դարձվում, բայց այդ գործընթացը պետքա շարունակական լինի եւ Երևան քաղաքում դեպի աչակողմե երթևեկություն է կոչվում, այդ երթևեկությունը պետքա փոփոխվի հենց այդպես, այսինքն միակողմանի փողոցներով, այսինքն դեպի աջ երթևեկելով վարորդները պետքա հասնեն իրենց ուզած ցանկացած կետին։ Տիգրան Քեյանը պնդում է ոչ միայն ավտոբուսային գծեր ստեղծելու, այլև երթևեկության այլ ասպեկտները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Քաղաքային տրանսպորտի հետ նաև պետքա թույլատրվի այն տրանսպորտային միջոցներին, օրինակի համար տաքսին, տաքսին պետքա նաև իրավունք ունենա այդ գոտիով երթևեկի։ Բայց մենք պետքա մինչ այդ որոշումը կայացնել եւ այդ հնարավորությունը օրենքով տալը, մենք տարբերակում ունենանք, թե ովքեր են տաքսի ծառայություն մատուցողները, որ տրանսպորտային միջոցներն են։ Դրա համար այդ ոլորտը արմատական պետքա կարգավորվի ոչ միայն հարկման համակարգով, որը վերջերս նաև փոփոխություն արեցին, այլ նաև որոշակի լիցենզավորման կամ առանց լիցենզավորման որոշակի պահանջներ պետք է թելադրվի։ Քեյանը մատնանշում է նաև մեկ այլ վճռորոշ գործոն։ Հենց վարորդների կարգապահությունը, որոնց կանոնների անտեսումն էլ ավելի է խորացնում խցանումները։ Վարորդները պետք է իրենց երթևեկության գոտիները շատ հաճախ չփոփոխեն, չփորձեն ինչ-որ մի մեքենա շրջանցելու համար մի 3 մեքենայի համար խոչընդոտ հանդիսանան։ Դրանով չստեղծեն վթարային իրավիճակներ, դրանով վթարներ չլինեն։ Իսկ ինչ են մտածում այս ամենի մասին վարորդները։ Մենք փորձել ենք պարզել, արդյոք նրանք նկատել են որևէ դրական տեղաշարժ վերջին փոփոխություններից հետո։ Արդեն խթանումներ ա բոլորը։ Ինչին գոլնենք։ Այս վիճակը գոլնելու բան չկա, ցավը տանը։ Որ չես կարողանում աշխատես քշես, ինչ կայնում է ժամերով այս պրոբկի խաթր չես քշում։ Ոչ մի տարբերություն ես չեմ զգացել։ Ոչ մի բան չի փոխվել։ Չի փոխվել։ Ինչ է կատարվում։ Կենտրոն կարում ես մտնես։ Չես կամ, չեմ ասում ես կողքերը։ Մենք որ երկրորդական կար, դրանք էլ մաշնեկն են կայնած փագած, всё, կայնած վիճակը։ Դարձես քշում, ասում ես իշխտերը չես եթեն։ Հանուն այդ պրոբկի չես եթեն։ Թե որքանով արդյունավետ կլինեն ձեռնարկվող քայլերը եւ երբ երևանցիները կզգան իրական փոփոխությունը, ցույց կտան առաջիկա ամիսները։ Աննա Հարությունյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Խցանումների ժամանակ մեքենաներից մեծ քանակությամբ թունավոր օդ է արտանետվում ու վատթարացնում Երևանի առանց այդ էլ աղտոտված օդի վիճակը, բայց դա իհարկե պատճառներից միայն մեկն է։ Ձմռան մոտենալուն զուգահեռ էլի գործոններ են գումարվում։ Ըստ քաղաքապետի այս օրերին Երևանի որոշ շրջաններում օդի աղտոտվածության աստիճանը կրկին հատել է թույլատրելի շեմը քաղաքացիների կողմից այրվող տերևների պատճառով։ Հենց այսօր առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հորդորել չայրել 4 տերևները, քանի որ դրա հետևանքով արտազատվող ծուխն ու վնասակարճ
նյութերը լուրջ վտանգ են ներկայացնում։ Կարող են լինել արտանոթային խնդիրների սրացում, գլխացավ, հոգնածություն ու հատկապես խոցելի են երեխաները։ Ձմռան մոտենալուն զուգահեռ Երևանում քայլելը առողջության համար ավելի վտանգավոր է դառնում։ Սովորական դարձած փոշուն գումարվում են այրված տերևների արտանետած գազերը, սառը օդի կուտակումը։ Հենց երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ վառված տերևների արտանետած գազերը ավելի վտանգավոր են, քան շինարարական աղբը։ Հիմա այսինքն քաղաքացիների միակ հույսը մնում է քամին կամ սպասվող ձյունը։ Սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում, պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Երեկվա տվյալներով օդի աղտոտվածության մակարդակը Ավանարինջում 708 բալ էր։ Այն ամենաբարձրն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Մեր նկարահանման պահին ամենաբարձր ցուցանիշը էլի Արինջում է 527։ Տարվա այս եղանակին շատերը վառելափայտով են ջեռուցում իրենց տները։ Ավինյանի խոսքով, երբ դրան զուգահեռ բակերում տերևներ ու աղբ են այրում, աղտոտիչները երկար ժամանակ մնում են օդում, ու այդ օդը մենք շնչում ենք։ Տեսեք, օրինակ վերջին նոյեմբերի 18-ից սկսած մինչև 3 օդի աղտոտված օդի մեջ մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան որոշակիորեն աճում է, եւ եթե նախորդող շաբաթների ընթացքում մենք չունեինք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցում, արդեն նոյեմբերի 18-ից սկսած որոշ հատվածներում ունենք քաղաքի որոշ հատվածներում ունենք սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից արդեն գերազանցում։ Հիմա տարբեր մեթոդներով չափում են օդում փոշու ու տարբեր տարրերի կոնցենտրացիան։ Համացանցում տարածված է փոշեկուլի անցքը անձեռոցիկով փակելը ու որոշ ժամանակ միացնելը։ Սա իր գիտական տարբերակը ունի։ Նախորդ կշռում ենք մաքուր ֆիլտրը շերքով ու 4 նիշի ճշգրտությամբ ուղարկում ենք նմուշարման, այստեղ նույնպես պոմպի միջոցով է օդը կլանվում, ծավալն ենք հաշվի առնում, վերջնական արդյունքում արդեն նմուշարված օդից կլանված փոշին մենք կշռում ենք նորից կշերքով ու մաքուր եւ արդեն նմուշարված ֆիլտրի վրա արդեն ծավալից ելնելով նորից գրանցում ենք օդում փոշու պարունակությունը միլիգրամ մետր խորանարդով։ Մասնագետի խոսքով ցրտերի հետ սառը օդը մնում ու կուտակվում է Երևանում ու ամբողջ Արարատյան գոգավորությունում։ Օդի տուրբուլենտականությունը ու քամիները դադարում են, ինչի հետևանքով մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը խտանում է։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Էդգար Գուլոյան, Ռեոփան մեդիա։ Եվ թողարկման վերջում կենտրոն վարչական շրջանում շարունակվում են անօրինական տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը ու շնորհակալություն հայտնել տնտեսվարողներին համագործակցության համար։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, միացեք հատկապես Տելեգրամյան մեր շալիքին, հենց հիմա QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին։ Իսկ ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։